Էսպայն ուղղակի քննարկում կան, այդ Արտուրի հետ երկու բան խոսենք, Մարսպետը հիմա քննարկման վայրում է, հեսա պետք է մոտենանք, մի րոպե կներեք, քննարկում կա էլի այս պահին, ուղղակի Նայիրի այս թեմայի հետ կապված, այո։ Ես գալու է այստեղ։ Ով։ Հնարավոր է քննարկումից հետո կներեք Արտուրը ոնց է։ Մենք ծանոթ ենք։ Հա, մենք ծանոթ ենք, հա։ Այս պահին Մարսպետի հետ էլ էին քննարկման, խնդրեցին որ դուք էլ էլի մոտենաք մի հատ քննարկումը շարունակենք։ Շատ է, Մարսպետը հիմա ուր է գտնվում։ Եղվարդի համայնքապետարանը։ Ես ընդհանրապես հանդիսանում եմ այս պահին միջնորդ Քասախ համայնքի եւ կառավարության միջև։ Ես ձեր ասած պահանջը փոխանցեցի համայնքին։ Ժողովուրդ ջան, ձեր հետ առանձին խոսամ, մի րոպե սպասեք խոսամ, ձեր հետ առանձին խոսամ։ Ես փոխանցեցի ձեր կարծիքը համայնքին։ Ուրեմն իրավիճակը Ես ես հասկացա կներեք մի հատ բան, հիմա նոր քննարկում է, այսինքն ինչ փոխանցել եք դի մի կողմ, հիմա քննարկման բան նոր Ես հենց դա եմ ասում, մի վարքյանից ես դա կվերջացնեմ։ Ուրեմն ինչ ենք մենք պայմանավորվել համայնքի հետ։ Ուրեմն ինչ լուծում որ մենք կունենանք, ես այդ լուծումը պետքա քննարկեմ հանրության հետ։ Եղվարդում այդ անել չեմ կարող։ Ես ուղղակի խնդրեցի պաշտոնատար անձանց ժամանեն համայնք, որպեսզի ես կարողանամ շփվել իմ համայնքի բնակչի հետ եւ որևէ բան հայտարարագիր, որևէ փաստաթուղթ ստորագրելուց կամ համաձայնվելու դեպքում Պետք չի դեռ բան ստորագրեք։ Ես դες համաձայն եմ, բայց կարծիք իմանալ պարտավոր եմ, ուղղակի դա խնդրում ենք, հիմա առաջարկում ենք գաք ծանոթանաք, հետո գաք համաձայնեցնեք, ձեր կարծիքն ասեք, համաձայնեք, համաձայն չեք, համաձայն չեք, դուք ուզում եք հենց հիմա հանրության կարծիքը լսեք, դուք ուզում եք հիմա կարծիքը լսել ենք, մենք տեղյակ ենք լսել, հա, մի քանի օր լսում ենք, ուրեմն խնդրում ուրեմն հանրության անունից Քասախ համայնքի անունից խնդրում ենք պաշտոնատար անձանց, որպեսզի իրենք գան մեր մոտ։ Դուք հրաժարվում եք, ես պայն գաք այնտեղ քննարկման։ Ես չեմ հրաժարվում, հանրությունն է հրաժարվում, ճիշտ է։ Ես էլ եմ ուզում մասնակցել այդ քննարկմանը, կարելի է, չէ՞, իմ կարծիքը հայտնեմ։ Ուրեմն ես ուզում եմ իմ ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում։ Ես իմ կարծիքը ուզում եմ ձեր հետ կիսեմ, այսօր ժողովուրդ ենք հավաքված, մենք Մարսպետ ենք պահանջում, մենք համայնքապետ ենք պահանջում եւ ուզում ենք այդ ամբողջ խոսակցությունը այս փողոցից դուրս գանք, մտնենք մեր կուլտուրայի տուն, բոլորս միասին քննարկենք։ Նամանավանդ ես շատ ուրախ եմ, որ դուք տրանսպորտի կապի հետ շատ մոտ անձ եք, հենց այս կարգավիճակը դուք արդեն պետք է պատկերացնեք։ Սա գազելով եւ Ֆորդով գնալու գալու տրանսպորտ չի։ Ինչի պետք է ցանկացած կներեք, էլի ցանկացած։ Նոր մենք ժամերով կանգնենք ստեղ, հետո դուք մտածեք գաք թե չգաք։ Այսքան խնդիրներ առաջ են, հազարավոր մարդիկ կանգնեն փողոցում, մեքենաներ կանգնեն, մեկը հիվանդ է, մեկը ծանր հիվանդ է, հիվանդանոց պետք է գնա։ Ինչի պետք է ասենց լինի։ Դուք ինչի համար եք։ Ցանկացած փոփոխություն, ցանկացած բարելավում ինքը իր կիրառման ընթացքում ունենա խնդիրներ, որը փորձում ենք լուծենք։ Դուք մեր գծերում գազել էր աշխատում, ճիշտ է։ Ինչի հանեցիք ավտոբուս դրեցիք։ Հիմա ավտոբուսը հանում է գազել նորից դնել։ Հանրապետությունը անցում է կատարում միասնական երթուղ։ Լավ, քննարկումը ոչ թե այս գյուղի գյուղապետարանում կամ մշակույթի տանն է լինում, այլ Եղվարդի համայնքապետարանում, որն է։ Ներողություն, մի վարքյան, էլի պարոն Գալստյան, պատտվեք դեպի տեսախցիկները։ Լավ, մի րոպե կներեք, էլի մի հատ կներեք, էլի, ասեք։ Եկեք այստեղ, էլի։ Պարոն Սարգսյան, ես մի հատ եմ խնդրում։ Ձեզ իմ անձամբ իմ խոսքերը փոխանցեք մեր պարոն Սարգսյանին, պարոն Բաբայանին, պարոն Բաբայանին։ Մանավորվածություններ անհատական բոլորս չեն կարող զրուցել։ Համջան, քեզ եմ խնդրում, համաձայն կարաս մեր հետ ներկա գտնես։ Բայց այս հնարավոր գործ է, գալի է, բայց ես այդ ենք ասում, ժողովուրդ ջան, մենակ խնդրում եմ, ինքը մենակ Ես տրանսպորտի հետ կապված քննարկում կա։ Մարսպետը հիմա կառավարության լիստին պետք է որ լինի, որտեղ ընդհանրում է կառավարության Այս պայն մարզում ինչ-որ խնդիր կա, դրա հետ կապված ժամանել այնտեղ։ Մի րոպե կներեք, Արտուր ջան, մի հատ